Պարոն Փամփոխչյան, անցյալ տարի 2025-ին փոսային նորոգումներն իրականացրել է AAB պրոյեկտ ընկերությունը 2 միլիոն ներողություն 836 հազար դոլարով եւ ուշագրավն այն է, որ դուք պայմանագիր կնքել եք մի ընկերության հետ, որի թույլ տված խախտումների համար, նախկինում արված խախտումների համար քրեական գործ էր հարուցվել եւ հիմա Երևանի քաղաքապետարանում չգիտեն թե ինչպես պետք է պարզեն, արդյոք այդ ընկերության արած փոստանորոգման աշխատանքները որակով են թե անորակ, խնդրում եմ ասեք, ցանկություն չունեք պարզելու, թե պարզապես մեխանիզմներ չկան պարզելու համար եւ ինչու այդ ընկերությունը, այս 5 ընկերությունները, որոնք ներկայում իրականացնում են փոստանորոգման աշխատանքներ, չկա այդ ընկերությունը այդ 5 ընկերությունների ցանկում։ Եվ խնդրում եմ ասեք, ինչու եք տենդերները հայտարարում բիտումային էմուլսիայով, ոչ թե հենց բիտումով, որ ավելի որակով լինեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, վերջի հարցից գամ։ Ըստ էության շինարարության մեջ, որը ստանդարտներով այդ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը որ 70 աստիճան են, եթե չեմ սխալվում, միգուցե դետալների մեջ պլյուս մինուսով սխալվեմ, 70 աստիճան է պահանջում տաքությունը, հենց բուն բիտումը 160, բայց դա նույնպես ընդունված է շինարարության մեջ, այսինքն դրա մեջ որևէ տարբերություն չկա։ Ինչ վերաբերվում է առաջի հարցին, ես հենց նոր մեկ փաստ արձանագրեցի, չգիտեմ դուք այստեղ եք լսեցիք թե ոչ, հենց խոսքը վերաբերվում էր այդ ընկերության կողմից իրականացնող կամ իր հետ փոխկապակցված, լավ այսպես ասեմ, փոխկապակցված ընկերության հետ էր կապված խնդիրը, դա Վարդանանց փողոցը, որը որ ես նշեցի, մենք նկատել ենք այդ խնդիրը եւ շատ մոտ օրերս այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում, այսինքն առանց բիտումի իրականացված աշխատանքը կքանդվի ամբողջությամբ այդ փոսալցումը, իդեպ որ տեսնեք, իմացեք, որ դա է պատճառը, այսինքն այն ասֆալտը, որը որ ներկապային իրականացվել է, դա չի համապատասխանում մեր ստանդարտներին, այդ խնդիրը նկատել է մեր շինբարեկարգման համապատասխան աշխատակիցը կամ աշխատակիցները, բարձրացրել է խնդիրը եւ այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում։ Պարոն Փամփոխչյան, գուցե անցյալ տարի են առանց բիտում իրականացրել, ինչու պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, օրինակ ինչու շինբարեկարգման վարչությունը չի հսկում այդ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ երաշխիքի պայմանագիրն դեռ ուժի մեջ է մինչեւ 26-ի ամառ։ Այո, երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարեն եւ ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք 5 կազմակերպություն կլինի շահողը թե 7 կամ թե 1, մենք չունենք որևէ միտում նկատելու դեպքում մենք իրականացնում ենք մեր լիազորությունները, որը որ մեզ վերապահված է եւ բոլոր շինարարները այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով։ Շնորհակալություն։ Իսկ այդ 5 ընկերությունների համար ընկերություններին գումար վճարվում է, որովհետև երաշխիքի պայմանագիրը ենթադրում է, որ անվճար պետք է շտկեն իրենց աշխատանքները։ Բնականաբար գումար չի վճարվում, ես ինչպես նշեցի, եթե երաշխիքի մեջ է, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, մենք ունենք նաև դեպքեր նախորդ տարվա հետ կապված, որ մի քանի անգամ նույն գործողությունը շինարարները կատարել են առանց վճարվելու, որովհետև թե եղել է երաշխիքի մեջ եւ թե եղել է մեր ընթացակարգերի եւ կանոնների խախտման աշխատանքներ։